Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Շաբաթը ծանր ստացվեց բոլորիս համար և մենք բավականին էմոցիոնալ զգացումներ ունեցանք այս շաբաթվա իրադարձությունների հետ կապված։ Բնականաբար ամենակարևոր իրադարձությունը մեր ազգային ժողովի հերթական անկումն էր, որը տեղի ունեցավ մեր աչքի առաջ։ Խորհրդարան, թիվ 1 քաղաքական մարմին, որտեղ թվում է, թե պետք է հնչի քաղաքական խոսք, պետք է տեղի ունենան քաղաքական կարևոր իրադարձություններ, խորհրդարանն է առաջնային մանդատ կրում և ինքը պետք է վերահսկի նաև կառավարության աշխատանքը, երկրում տեղի ունեցող բոլոր պրոցեսների համար պատասխանատու լինի, խորհրդարան, որը կարող է անվստահություն հայտնել վարչապետին, կարող է նոր վարչապետի թեկնածու առաջադրել, փոխել կառավարության կազմը և բազում այլ հնարավորություններ, ըստ էության չի գործում։ Ոչ թե չի գործում, այլ գործում է այնպես, ինչպես փողոցային մի համակարգ, այսպես ասած, որտեղ կարող են հնչել հայհոյանք, վատ լեքսիկոն, վատ օրինակ կարող են ծառայել, ընդ որում այդ իրադարձությունները, որին մենք ականատես եղանք, հենց այդ պահին խորհրդարանում գտնվում էին նաև դպրոցականներ, որոնք վերևում նստած հետևում էին այդ ամբողջ ամոթալի պրոցեսին, կարելի ասել։ Գիտես, աշխարհի տարբեր խորհրդարաններում կարելի ասել լինում են վեճեր, կոնֆլիկտներ, նույնիսկ ծեծկռտուքներ են լինում, հա, այդպիսի խորհրդարանական նաև պայքար, այդպիսի դրսևորումներ է ունենում, բայց մեր խորհրդարանը դրա խտացված ամենանեգատիվ բաների կրողն է դարձել, կարծես թե։ Այստեղ քաղաքական խոսք չկա, քաղաքական պրոցեսներ չեն գնում, երկրի համար օգտակար խորհուրդներ չեն ընդունվում, ընդունված բոլոր օրենքները ծառայում են միայն իշխող խմբակցությանը, իշխող ուժին և դրա հետ միասին երկրի ոչ մի խավի շահը չի պաշտպանվում, չկա որևէ խելացի բովանդակային խոսակցություն, որպեսզի հետևողները դրանից նաև ի վերջո դա նաև օրինակ ծառայող մարմին պետք է լինի, չէ՞, երկրի համար ինքը ոչ թելադրի, խոսույթ թելադրի։ Մենք տեսնում ենք ճիշտ հակառակը։ Հիմա մեր падգամավորները թվում է թե կրթված ինչ-որ ճանապարհ անցած նույնիսկ մեջները մարդիկ կան, բայց դրանք կարող են իրենց թույլ տալ սեռական հայհոյանքներ հնչեցնել ազգային ժողովի բարձր ամբիոնից։ Ուղղակի լսողը, տեսնողը, դրան հետևողը նողկանքի, զզվանքի, մերժումի զգացումից բացի այլ զգացումներ չի ունենում։ Իհարկե, զգացումները, ինչպես նշեցիր, շատ բուռն են, շատ էմոցիոնալ էր, որովհետև մեծ հաշվով մեր ազգային մտածելակերպին հարիժ չէ, նույնիսկ փողոցային հայհոյախոսությունը մեզ հարիժ չէ, ուր մնաց թե երկրի թիվ 1 ամբիոնում հրապարակային իտես աշխարհի, իտես բոլորի, իտես դպրոցականների, որոնք մեր վաղվա սերունդն են, այս հայհոյաստանը դառնում է իրականություն։ Սրա մեջ կան մի քանի խորքային պատճառներ, որովհետև տեսեք, մեծ հաշվով, երբ որ ԿՊԱ-ականները այդպես սկսում են ատելության խոսքն ու հայհոյախոսությունը, պետք է տակը տեսնել, որտեղ է խնդիրը։ Խնդիրները կարան լինեն արտաքին ճակատում, իդեպ շատ տեսանք, թե մայիսի 9-ին ինչպես ընկճված էր այդ դուխով տղան, ինչպես էր ընկճված եւ այդ բեռնակրի կեցվածքով ինչպես էր այդ համաշխարհային առաջնորդի նշանավոր գլխարկը գլխին, չէ, այդ լիքորի կեցվածքով ինչպես էր միջազգային թատերաբեմում իրեն պահում եւ ինչպես էր թիմը այստեղ նախահարցակ լինում։ Դա արտաքին քաղաքական պատճառ։ Ներքաղաքական պատճառների մեջ ամեն ինչ կարելի է տեսնել նախընտրական տրամաբանության լույսի ներքո։ Ես բռնցքամարտով եմ զբաղվել։ Բռնցքամարտի ժամանակ համար առաջինը միշտ ունենում է սպարինգ պարտներ։ Ում հետ ռինգում կռվում է, սպարինգ է անում, փորձում է կատարել։ Հիմա վարչապետը ինքը իրեն համարում է համար առաջինը, նույնիսկ Գելափի ռեյտինգներով ընդունում ենք, որ 10%-անոց վարկանիշը առաջինն է, հա։ Իրան հարկավոր է քիչ թե շատ կոմֆորտ պարտներ, սպարինգ պարտներ, ում հետ իրար խփելով պասերով երկուսով են, չէ՞, իրանք երկու R1 երկրորդ համարները, ըստ մնացածները թեկուս եւ որակապես ուժեղներ, ֆիզիկապես ուժեղներ, բայց նրանք այդ ռինգին դոստուպ չունեն։ Հիմա պարլամենտը մեր ռինգն է։ Պարլամենտում կա իշխանական ֆրակցիա, կա անդիմադիր երկրորդ մեծ ֆրակցիա, իրանք հրապարակային բոքս են վարում, բայց մեկը տանձիկի կարգավիճակում է, մեկը այդպես դուխով տղայի կարգավիճակում է, բայց արդյունքում մեծ հաշվով իրենք նախընտրական տրամաբանության մեջ փորձում են եւ ես տեսա նաեւ այդ
իշխանության կարևոր դեմքերի ուղերձները, որ 26 թվականի ընտրությունները լինելու են սրա ու սրա միջև, ոչ ամենևին էլ դա այդպես չի լինելու, ձեր խաղը կարող եք միայն ձեր այդ առայժմ ազգային ժողովի սրահում իրականացնել, դիապազոնը ավելի լայն է եւ մեր ժողովրդի ընտրությունը շատ ավելի բազմերանգ է։ Գիտես, մարդիկ, որոնք հետևում էին այդ process-ներին եւ այդպես կողքից, հա, դիտողները ասում էին, որ սա ինչ որ մի հանգուցալուծման պիտի բերի այդ կոնֆլիկտը։ Ի վերջո, դու ընդդիմություն ես, գնում ես, հայտնվում ես փոքրամասնության դերում, այդ բոքսի տանձիկի դերն ես խաղում, քեզ հայհոյում են, դու չես կարողանում համարժեք պատասխանել, հնարավոր էլ չի, որովհետև լկտիության դա անդաստիրակության բանով չես կարող ճաղերի հետևն է, իդեպ երբեմն գուցե դրան էլ գնաս, հայտնվես ավելի լավ ճաղերի հետևում, քան թե ուր տաս այդ վիրավորանքները։ Մակարդակում դու չես կարող մրցել այդ անդաստիրակ զանգվածի հետ, որոնք խրախուսվել են վարչապետի կողմից, ուղարկվել են հատուկ խորհրդարան, որպեսզի այդպիսի հայհոյանքներ, այդպիսի խոսույթ բերեն, աչից ձախից վերևից ներքևից հարվածեն եւ ընդդիմությանը թույլ չտան, որ տրամաբանական շղթան վարչապետի հայոյախառն խոսույթից հետո է։ Այո, այսինքն դա ըստ էության խրախուսված է երկրի ամենավերին աստիճանից։ Դե նա ասենք 6-7 տարի մենք դա ենք տեսնում, որ ինքը անընդհատ բոլոր առիթներով հնարավորի բոլոր հակառակորդներին հայհոյում է, վիրավորում է, անպատվում է, անմեղության կանխավարկած է խախտում։ Մենք արդեն դրան սովորել ենք եւ թիմն էլ հասկանում է, որ դա է ճիշտը։ Այդպես է պետք գործել։ Պետք է այդպես պահենք մեզ, որ դուր գանք մեր առաջնորդին։ Հիմա ինչ է անում ընդդիմությունը։ Ընդդիմությունը չի կարողանում համարժեք պատասխանել, չի կարողանում որևէ ձևով հեռացնել իշխանությունից այս քաղաքական ուժին, շարունակում է մասնակցել ազգային ժողովի նիստերին եւ շարունակում է պարբերաբար հայտնվել սենց նվաստացուցիչ վատ վիճակում, որտեղ պարտվողը իրենք են, մեծ հաշվով իրենք են, հա, այդպես չի որ պարտվողը ոչ այնքան ընդդիմությունը, պարտվողը երկիրն ու ժողովուրդը, որովհետև ընդդիմության պարտությունը խիստ հարաբերական է, լինել ընդդիմություն հաջորդ ընտրություններին կարող է իրենց համար դա հաղթանակ դիտարկվի, բայց թե ինչ կստանա պետությունը, ինչ կշահի հասարակությունը, այստեղ են հիմնական հարցադրումները։ Չէ, բայց ուղղակի պարտվում են արժանապատվության, այդ բանի առումով են պարտվում, որ իրենց նվաստացնում են, իրենք չեն կարողանում համարժեք պատասխանել։ Ինչ իրավիճակ է ստեղծվել։ Հայաստանում ստեղծվել է պոլիմորֆիկ այլասերվածության մի իրավիճակ, երբ որ այլասերվածությունը բազմաձև է դառնում։ Ոչ միայն հայոյախոսությունն է, հա, մենք տեսանք այս շաբաթվա ընթացքում դպրոցներում ինչ տեղ ունեցավ, չէ, դրանք բոլորը Օվերտոնի պատուհաններ են, որոնք նրբերով բացված են եւ այն ինչը երկար ժամանակ մեր հասարակությունում տաբու է եղել, արգելված է եղել, ուսուցչի նկատմամբ հարգանքը, կրթության մարդու նկատմամբ հարգանքը, միմյանց տարական մարդկային հարաբերությունների կուլտուրան այսօր բոլորը բացված են, հա, այդ քննադատական մտածելակերպը եւ հեղափոխական, այս սրանք իրական հեղափոխականներ են, հակամշակույթի հեղափոխականներ են, որոնք հարձակվում են բոլոր այն արժեքների վրա, որոնց վրա կառուցված է եղել հազարամյակներ այս հասարակություն։ Հիմա այդ բոլորի վրա հարձակվում են, անխնաջարդում փշրում են ու տակը իհարկե մնում ավերակներ։ Դրա համար են եւ հասարակության մեծ մասը մենք ահաբեկված հասարակություն ենք, ահաբեկված մեծամասնություն։ Պարզ է, չէ՞ որ մեծամասնությունը այդ արժեքները չի կիսում, չի կրում, չէ՞։ Մեծամասնությունը իմ քո նման վրթովում է, էմոցիոնալ արձագանքում է, բայց նաեւ ահաբեկվում են, որովհետեւ ինտելեկտուալ մարդը ինչ մտածի, չէ՞, ասում է, տեսեք, ինչպես են ոհմակային հարձակվում օրը ցերեկով падգամավորի մանդատ ունեցողի նկատմամբ, բա փողոցում ինչ կանեն, չէ՞։ Հետևաբար շատերը ակտիվիստին են ծեծում որովհետեւ տեսանք թաղապետարանում, 18 թվականի էйֆորիան արդեն անցած է, ժողովրդական աջակցությունը արդեն փոշիացված է, մնում է որ գործոնը վախի գործոնը։ Վախի պատժի գործոնով է փորձում ինքը վերարտադրվել եւ 26 թվականին նորից իշխանությունը պահել միայն վախի պատժի։ Իհարկե ամբողջ հասարակության հնարավոր չէ վախեցնել եւ միայն այն որ ասենց ընդվզումներ կան, դա ցույց է տալիս, որ բոլորը չի որ վախենում են եւ կա բնության մեջ բումերանգի էֆեկտ, բնականաբար դիմադրությունը հակադիմադրության է արժանանում եւ այստեղ է որ այդ կործանարար էներգիան, նեգատիվիզմը եւ իսկապես բռնության ահագնացող ալիքը կարող է շատ ավելի բացասական ու վտանգավոր հետևանքներ։ Վերադառնալով խորհրդարանին, ինչ պետք է անի ընդդիմությունը, որպեսզի այդ վիճակում չհայտնվի եւ կարողանա ի վերջո ինչ որ բան փոխել այս երկրում, հա, որովհետեւ մենք իրոք 21 թվականին ձայն ենք տվել ընդդիմությանը մի նպատակով, որպեսզի ինքը իշխանափոխություն անի երկրում։ Այդպես չի որ ձայնը տվել ենք, որպեսզի գնան այնտեղ սեռական հայհոյանքներ միմյանց հասցնեն։ Ու հաջորդը նորից մեծարգո մարդիկ ասում են ընդդիմադիրներ,
գոնե մի գնացեք մի մասնակցեք նիստերին։ Մի խումբ ասում է գնացեք իմպիչմենտի գործընթաց սկսեք։ Երրորդ խումբն ասում է դուրս եկեք փողոց պայքարեք, չորրորդն ասում է ի վերջո լուծեք, գտեք ձեր առաջնորդի կերպարը, գտեք անձ, որը կարող է լիդեր լինել եւ այդ լիդերի հետևից կգնան մարդիկ, որովհետեւ հիմա դժգոհության մակարդակը չափից դուրս մեծ է։ Ինչ պետք է անի ընդդիմությունը։ Այ օրինակ նայ, մենք այս շաբաթ ուրեմն հարցազրույց ենք արել Հայաստան Դաշինքի падգամավոր Արման Ղազարյանի հետ եւ բավականին հետաքրքիր ուրեմն հարցադրումներ է արել մեր Լուսինե Շավերձյանը։ Ինչ է ասում մարդը, ասում է դիմացս պատ է, ասում է ինչ եք ինձ առաջարկում, գնամ գլխով խփեմ այդ պատին, ասում է չստացվող չլինող process-ի մեջ ինչու եք ինձ ներքաշում, ես չեմ կարող, ասում է հիմա բան փոխել այս երկրում։ Շատ հետաքրքիր է, իրականում այս այնպես չի, որ այս 4-5 տարվա մեջ ոչինչ չի արվել, չէ, արվել է անհաջողությունների ինչ որ այդպես ասած պատնեշ ա մեր արժև կանգնած եղել, դա էլ իր հերթին բերել է համատարած հուսալքություն, հուսահատություն, բայց գոնե այս պահին պարլամենտում դեռ կան ինստիտուցիոնալ որոշ գործիքակազմեր, չէ, այս իշխանությանը թեկուզ անվստահություն հայտնելու մեխանիզմ։ Իմպիչմենտի մեխանիզմը ինչ որ մեկը առաջարկում է, նախաձեռնում են, ասում են, մենք կմիանանք, մենք չենք միանա, ժողովրդական աջակցությունը լինի նոր եւ այլն, բայց գործիքակազմ է, չէ, ընդդիմության ձեռքը տրված այդ լծակը պետք է դա կիրառել։ Համատարած բոյկոտը։ Երբ որ 2-3 տարի ինքը ինչ է անում բա։ Եթե դա չես անում, ուրեմն ինչ ես անում։ Դե ասում են, տեսեք ոնց հունից հանեցիք։ Այսինքն մեր հարցապնդումներով շիզոֆրենիկի կերպարը իցույց դրեցինք, պսիխոպատը նորից հիստերիկ եղավ, դրանից իր լեգիտիմությունը իջավ, ընկավ, տեսեք ինչ արեց։ Բա որ չլինենք ով այդ հարցերը կտա, չէ, այնպես որ արդարացումներ միշտ կարելի է գտնել, բայց ցավոք սրտի այդ արդարացումների հետևում ռեալ խնդիրները այդպես է մնում են անլուծելի։ Իսկ ի՞նչ ես կարծում, օրինակ արժե որ հիմա գոնե հիմա ասենք մի տարի է մնում ընտրություններին, ընդդիմությունը ուղղակի մանդատները դնի չմասնակցի։ Կամ բոյկոտի խորհրդանը կամ մանդատները դնի ընդհանրապես կարծում եմ ուշացած է, որովհետև դեռ 22 թվականին հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին նմանատիպ իրավիճակից հետո, երբ որ դիմադրության շարժման ժամանակ փողոցային պայքարը նորից գնաց ինչ որ մարման, գոնե իմ քաղաքական ղեկավարը մանդատը վայր դրեց եւ ասեց, որ ազգային ժողովում էլ անելիք չկա։ Քաղաքական ճգնաժամի ստեղծման նախադրյալներ պետք է ստեղծել։ Իհարկե, որոշ մասը գտա, որ դա այդպես չի, ազգային ժողովում դեռ անելիքներ կան եւ այդ մանդատները հարկավոր են, որովհետեւ X պահին կարողանանք մենք այդ գործողությունը իրականացնել, դե այդ X պահը արդեն գնում է, չէ, բան չի մնացել ու փաստացի երկիրը արդեն ընտրական տրամադրությունների մեջ ենք մենք ըստ էության, այո, կարելի է այդ գործողությունն էլ անել։ Ի վերջո ենթադրենք, բայց եթե մանդատները վայր են դնում, ստեղծում են քաղաքական ճգնաժամ եւ իշխանությունը որոշում է արտահերտ ընտրություն, բարձում է որ արտահերտին էլ պատրաստ չի ընդդիմությունը եւ ըստ էության այս 1 տարվա ռեժիմը հույս է տալիս, որ ընդդիմությունն էլ տեղից կշարժվի, գոնե այս 1 տարվա ընթացքում ավելի լավ կնախապատրաստվի 26 թվականին այդ ընտրական process-ը։ Մի տեսակ տպավորություն կա, որ մեր ընդդիմությունը անընդհատ ուշանում է, հա, իր քայլերի մեջ, իր ռեակցիաների մեջ, հա, նույնիսկ իշխանության քայլերին արձագանքելու մեջ։ Սովորաբար ամեն երկրում ավելի արմատական է լինում ընդդիմությունը, ոչ թե իշխանությունը, մեր մոտ հակառակն է։ Հիմա իշխանությունը տես ինչ հետևողականորեն քայլեր է ձեռնարկում, նայ։ Հա, մի քանի օրվա մեջ մի քանի պաշտոնյայի ազատման մասին խոսեցին, եւ գլուխներ են թռցնում եւ շոուներ են ապահովում, եւ կոռուպցիայի դեմ պայքար են անում, հա, ցույց են տալիս բռնեցին 7 հոգի Շենգավիթից, չգիտեմ 10 հոգի քաղաքապետանից տեղից ընդեղից կոռուպցիայի դեմ պայքարը։ Բայց կոռուպցիան բացահայտողին ծեծում են զուգահեռ, չէ՞։ Այդ ուրիշ թեմա է։ Կամ տես գույքի բռնագրավման գործերով ապօրինի գույքի ամեն օր հայտարարություններ է տարածում դատախազությունը, ընդ որում գիտես հաճախ հայտարարությունները կրկնվում են, բազում այդ հայտարարություն մի անգամ արդեն եղել է, բայց նորից են տարածում։ Կարևոր է հիմա թմկահարում են Ռոբերտ Քոչարյանի գույքը, այսքան 20 քանի գույք, չգիտեմ, ինչ թվարկում են եւ այլն, ազգային ժողովում այդպես հերոսական նորից վերադառնում են նախկինների Թալանին, Սինենին, այսինքն իշխանությունը անընդհատ փորձում է ինչ-որ բան անել։ Ընդ որում նաև ընդդիմադիր նոր ուժեր են մտցնում դաշտ։ Եթե դու նկատել ես, հիմա
գնում է այդպիսի process, որ նոր քաղաքական կուսակցություններ են գրանցվում, սկսում են ռասկրուտկա անել, եւ այդ կուսակցությունների ղեկավարները այնքան հաճախ են լինում իշխանական լրատվամիջոցներում որպես հյուր, որ հասկանում ես, որ դրանց հետ հույսեր է կապում իշխանությունը, հա, ծրագիր ունի, որ 26 թվականի ընտրություններից հետո կոալիցիա կձևավորի եւ այլ եւ այլ։ Այսինքն բոլոր ուղղություններով հիդրայի պես ինքը իր քայլերն անում է։ Դե այդ հիդրայի պես քայլերը կարող են լինել նաև ցայտնոտային իրավիճակի արդյունք։ Այսինքն, երբ որ հողը ոտքերի տակից փախչում է, դու սկսում ես անկանոն շարժումներ անել, չէ՞։ Չեմ կարծում, որ խորապես ծրագրավորված եւ հաշվարկված է իշխանության ամեն քայլը, այլապես դա նշանակում է, որ այնտեղ մտքի տիտաններ են եւ այս պահին մենք նրանց դեմ իզորու չենք պայքարելու։ Դա այն էլ իշխանության պարագլխի կերպարը հաշվի առնելով, նրա էքսցենտրիկ կերպարը հաշվի առնելով, քնից վեկացավ, որ ոտի վրա վեկացավ այդպիսի որոշում կայացրեց կամ ըստ օրվա պահի թելադրանքի քաղաքականությունը որոշեց, սա նշանակում է, որ այդ հախուռն գործը ուղղակի այդ աղմուկի մեջ իրենք հույս ունեն մարդկանց ինչ անել, մարդկանց ուղղակի շշմեցնել։ Երբ որ մարդը օրվա ընթացքում ստանում է տարատեսակ այսպիսի ինֆորմացիոն աղմուկներ, մարդը ուղղակի կախում է։ Չէ՞, մենք նոր համակարգիչն էին վերանորոգում, ասում են համակարգիչը կախվեց։ Մարդը ուղեղն էլ այն մեծ համակարգիչ է մեծ հաշվով, որը կարող է մի պահի տակ կախել եւ հասարակության մոտ այդ ուղեղի կախվածության վիճակն է։ Դրա համար, երբ որ կա հայոյախոսություն, դրա դեմը որ կրկնակի հայոյանք որ ասեցի, մեր ու իր տարբերությունը ինչու՞մ է լինելու, չէ՞, դուք հավասարվում եք։ Այդ հավասար դաշտում իրենք անմրցունակ են։ Իրանք մրցակցությունից դուրս են, որովհետեւ դա իրանց տարերքն է, հա։ Հետևաբար սառը խոսքը, սթափ խոսքը, զգաստ խոսքը, բարոյականությունը ավելի ամուր դնել ու իրականում որոշել, որ այո, այս քաղաքականությունը մի օր պետք է բարոյականության վրա կառուցվի մեր երկրում, թե ոչ։ Ինչքան անբարոյականի պես, ինչքան անամոթի պես գնաս երեսը ծռես ուրիշի աչքի առջև ու գաս այստեղ հերոս տղա խաղաս կամ այսպես հոխորտաս եւ այլն, չէ։ Հետևաբար հասարակության մոտ ինչքան իրանք այդպես անում են, այնքան մարդկանց վերաբերմունքն էլ իրականում փոխվում է։ Իհարկե ես ընդունում եմ, որ շատ մարդիկ մեր հայրենակիցները այդ պրոտեստային, այսինքն գնալ փողոցում կանգնել ջարդել փշրելուն պատրաստ չեն, գուցե լավ է որ դրան պատրաստ չեն, չէ, բայց այն որ յուրաքանչյուր նման իրավիճակը մի քար պոկում է իշխանությունից, մի քար թուլացնում է, դա նույնպես ակնհայտ է։ Գիտես, ես դրա մասին շատ եմ մտածել, թե կարող է արդյոք ժողովուրդը ինքնաբուխ դժգոհ լինելով այսօրվա իրավիճակից դուրս գալ փողոց եւ այդ քո ասած ջարդել փշրելով փոխել իշխանությունը, բայց ինձ թվում է այդ մեթոդը մի անգամ մենք արդեն կիրառել ենք, հա, 2018 թվականին։ Մենք արդեն մի անգամ ընդդեմով գնացել ենք, ընդդեմ։ Իդեպ 18-ին էլ այնպես չէր, բայց 18-ին լավ կառավարվող էր ամբողջը, չէ, ժողովուրդը այո ոտքեր ելել, բայց անտեսանելի ձեռքը շատ լավ կառավարում էր։ Ընդհանուր այդ հանրային դժգոհությունը, որ կար կուտակված է։ Տեսեք որն է խնդիրը, այո, մենք երկար ժամանակ ունեցել ենք ազգայնականության, պահպանողականության, ավանդականության արժեքները քարոզող իշխանություններ, բայց որոնց իրական եւ վիրտուալ գաղափարները խիստ տարբեր են եղել եւ մարդկանց մոտ դրանց նկատմամբ որոշակի հակակրանք է։ Այսինքն դուք հայրենասիրությունն ասում եք, պաշտոնակեց ասում եք, բայց բանակում ինչ որ խնդիրներ կար, իրականում հարստանում եք եւ այլն, չէ՞, եւ այդ հուսահատությունը, այդ հուսալքվածությունը բերեց նրան, որ այսպիսի տեսակ սկսեց բուծվել հասարակության մեջ։ Բայց հիմա սրանցից էլ արդեն հետ են գանում, չէ՞, արգահատական խորշանք, այսինքն այդ պոպուլիզմը, համատարած ստախոսությունը, հայոյախոսությունը նորմալ մարդուն վանում է ու մարդը սկսում է փնտրել։ Մարդը սկսում է ինտենսիվ փնտրել։ Այս նոր կուսակցությունների ի հայտ գալը ինքը նաև որոշակիորեն կարելի է եւ արհեստական մտնեն դաշտ եւ բնական պահանջ լինի։ Ինչու, որովհետեւ տեսեք, ռեյտինգը եթե իշխանությանը իջնում է, այդ ազատված զանգվածը պետքա ընտրություն կատարի, ինքը ուրիշ պահանջարկ կա, ուրիշ առաջարկ կա սպասում։ Ընդդիմության վարկանիշը երբ որ ընկնում է, դրա այդտեղից էլ է նոր առաջարկ ձևավորում։ Դրա համար այդ առաջարկի ձևավորման փուլը հիմա պետք է ավելի ճիշտ դիտարկել, աշխատել, շատ աշխատել, հետևողականորեն աշխատել եւ ձևակերպել շատ սթափ, սառը, էմոցիոնալ, նաեւ էմոցիայի զուրկ որակարգեր, որ մեր ժողովուրդը տեսնի, որ այո, կյանք կա Նիկոլից հետո, շանս կա Նիկոլից հետո, փրկություն կա Նիկոլից հետո։ Այո, եւ որոշակի պատկերացումներ լինի, թե ինչպես ենք անելու եւ ինչպես ենք երկիրը վերականգնելու։ Որտեւ 2018 թվականին ոչ մեկը չհարցրեց ինչ է լինելու Սերժ Սարգսյանից հետո։ Միայն խնդիրը դրված էր։ Դա էր, միայն
լինի ինքը, ինչ ուզում է թիրախ լինի։ ընտրված Ով ուզում է էր։ լինի։ Հիմա մեծ հաշվով նույն պրոցեսը, այսինքն այս պահին դրված է տապալման խնդիր։ Եվ գուցե սա էլ է արդարացված, որովհետև մինչև չտապալես, մինչև հիդրան մեջից չհանես, առողջացման process-ը չես կարող սկսել։ Հա, ուղղակի մարդիկ նաև ուզում են տեսնել ուր է գնալու երկիրը, էլի, այդպես չի որ ասում են մրից ելնենք, մրջուրն ընկնենք, որը մի քանի անգամ եղել է մեզ հետ այս մեզ հետ։ ընթացքում։ Այո։ Կարծում ես հիմա հնարավոր է, որ ընդդիմությունը նաև ինչ որ ավելի ակտիվանա այս փուլում, որովհետև իշխանությունը շատ է ակտիվացել, հա, հիմա համարժեք նաև ընդդիմության ակտիվանալու կարիքը կա եւ կա փողոցում ակտիվանալու կարիք եւ կա խորհրդանում գուցե ինչ որ քայլեր անելու եւ այդ նոր կուսակցությունների նոր ֆորմատներ ձևավորվելու հնարավոր է նաեւ չէ կոալիցիաներ լինեն նախընտրական կոալիցիաներ, որոնք հետ ընտրական process-ներ կան։ Իմ կանխատեսումը հետեւյալն է, որ մայիսյան որոշակի այս մեկ ամսյա հատվածում հնարավոր է ակնկալել եւս մեկ պորտկում, եւս մեկ պայթյուն, որովհետեւ մենք տեսնում ենք, որ եւ արտաքին քաղաքական ճակատում կան զարգացումներ եւ ռուս-ուկրաինական բանակցությունները եթե ձախողվեցին եւ այնտեղ պատերազմի շարունակություն ունեցանք եւ գլոբալ աշխարհակարգի շուրջ մեծերի պայմանավորվածությունները դեռ հետաձգվեցին, կարող են թեժանալ նորից կոնֆլիկտային օջախներ, բռնկվել մեր սահմաններին է անհանգստությունը այնպես, որ արտաքին վտանգներից պայմանավորված ներքաղաքական սրացումները առկա են։ Այս կուտակված դժգոհությունը իդեպ սա էներգիան անհնար չէ, դե ֆիզիկայի օրենք է, էներգիան անհնար է պահել, ինքը պետքա դուրս հորդա եւ այդ դուրս հորդման տեսանկյունից կարող են նաեւ այդպիսի էներգետիկ պարպումներ տեղի ունենան։ Եթե դա տեղի չունեցավ, արդեն մենք կանցնենք ամառային հանգստի ռեժիմին, կյանքը քաղաքական կյանքը որոշակի առումով կպասիվանա, սեպտեմբեր-հոկտեմբերին էլ դա արդեն ըստ էության մենք անցնում ենք արդեն ընտրական ռեժիմի մեջ եւ Վանաձորի ընտրությունները իդեպ դա նույնպես շատ հետաքրքիր փորձաքար է լինելու, հատկապես ընդդիմության համար, մենք որպես ընդդիմադիր քաղաքական ու շատ լավ ենք պատրաստվում, շատ ուշադիր ենք հետևում իրադարձություններին։ Եթե Գյումրիից հետո Վանաձորն էլ ստացվեց Վանաձորն էլ դրոշակը եթե պահեցինք ու կարողացանք սցենարը կրկնել, դա արդեն դառնում է խորհրդանական ընտրությունների նախերգանք։ Իսկ դա նշանակում է, որ այո, նույն ընտրությամբ հնարավոր է իշխանությունը փոխել երկրում եւ դա է լինելու ժողովրդավարության առաջին քարը, որովհետեւ ժողովրդավարությունը երկրում հաստատված է այն դեպքում, երբ որ ընտրական մեխանիզմով հնարավոր է հասնել իշխանության փոփոխելիության։ 18 թվականը դա ընտրական մեխանիզմով իշխանության փոփոխություն չի եղել, փողոցով է եկել, հետո ընտրությամբ լեգիտիմացվել է, այնպես որ Հայաստանին դեռ ընտրության միջոցով իշխանության փոփոխություն է հարկավոր, որ մենք հասկանանք, որ հաղթահարել ենք այդ ռոտացիոն տեստը։ Եվ 30 տարվա այս անեծքը մի տեսակ կվերանա երկրի վրայից, չէ՞ որ։ Եվ բացի դրանից իհարկե կա մյուս տեսակն է, որովհետև դեմոկրատիայի ամենամեծ խոչընդոտներից մեկը համատարած հիասթափությունն է։ Եվ իդեպ դեմոկրատիան միակ մոդելը չի կառավարվում, որը կարելի է կյանքի կոչել եւ տարբեր իրավիճակներում դեմոկրատիան լավ բան չի, բայց դրանից լավ բան չի ստեղծել մարդկությունը ոչինչ չի ստեղծել, չէ, այնպես որ երբեմն եթե կա պատերազմական իրավիճակ, կա ճգնաժամային իրավիճակ, ուժեղ ձեռքի քաղաքականությունը շատ ավելի արդարացված կարող է լինել մեր նման փոքր երկրներում։ Մնում է գտնել այդ ուժեղ ձեռքը։ Այո, ուժեղ ձեռքը չի կարող լինել Նիկոլ Փաշինյանի ձեռքը։ Պետք է դա ասել, մարդիկ չմտածեն, որ մենք կոչ ենք անում, որ Նիկոլը գնա դիկտատուրայի։ Եկեք դա բացառենք, իսպառ հանենք մեր օրակարգից, մեր ուղեղներից, որովհետև այդպիսի ուժեղ ձեռքը դա միայն կործանելու է հայոց պետականության վերջին հենասյուները։ Այդ ձեռքը դրա համար է ծնված երևի։ Այո։ Բայց մենք որոշել ենք, չէ՞, միշտ պետքա լավատեսական նոտա հնչեցնենք մեր եթերների վերջում, նորից եմ ասում, ամեն ինչ կորած չի, այսինքն դեռ ոչինչ կորած չի եւ կարելի է համատեղ ուժերով, միահամուռ ջանքերով մեր ժողովրդի իմաստությունը գենը, որովհետեւ մեզ Աստված ուրիշ կոդով է ստեղծել։ Ուղղակի այս պահին այս իրավիճակում ենք, բայց վստահ եմ, որ կհաղթահարենք բոլոր դժվարությունները։ Հուսանք։ Աստված առաջ։ Այսօր այսքանը կհանդիպենք։